Քենայով են ձեզ կանացել ուզում են դուրը ջարդային բանաներ։ Ինչ կա երեխեք ջան, որ ընտրվեք քաղաքապետելի զրահապատով եք, թե հիմա դա քեզ ինչ կարևորը դες խառնվել է։ Հա, այնքան ժամանակ եմ զրահապատ մեքենայով պատդվելու, մինչև այն 2007 թվականի սպանությունները չի բացահայտվում։ Երբ որ 2007 թվականի 4 տղայի եւ քաղաքապետ փոխքաղաքապետի գործերը բացահայտվեց, այդ ժամանակ էլ զրահապատ մեքենայով չեն պատդվի։ Պարոն Ղուկասյան, ասում են, որ ԿՊ-ն ձեզ թիրախավորում է, ասում է, դուք լինեք չեք վախենա, որ ասենք պատկերացրեք։ Արջ բռնելուց, ինչի՞ց եք վախենում։ Պարոն Ղուկասյան, վախենում ենք, որ գործերը բացահայտված չէ դրա համար, այսինքն հանցագործները դուրսն են։ Հասկանալի է։ ԿՊ-ի համար հարմար տեխնացու է։ Որինչ։ Որովհետև դեր վրա լիքը քրեական գործեր կան, վերջում դրանցով ճնշելու են եւ Վանաձորի սցենարը կրկնվելու է Գյումրին։ ձեզ կալանավորելու են։ Ուրեմն իշխանազավթվելու։ մտքով ուղեղով որ մտածում ես, ճիշտ են մտածում, բայց ինձ ճանաչելով չեն կարող այդպես բան մտածել, որովհետև ես երբեք ոչ ծախվել եմ, ոչ որևիցե մեկը կարող է այդպեսի բարոյական իրավունք ունի իմ նկատմամբ։ Ես հայրենիքի դավաճանների հետ ճանապարհ գնացողը չեմ, թեկուզ ոտքս է կդրվի, ձեռքս է կդրվի։ Ինձ համար ամենաբարձրը դա Հայաստանի Հանրապետությունն է եւ հայ ժողովուրդն է։ Բայց 18 թվին չէ գորում ճվակ։ Ինչ անենք։ 18 թվին չգիտեք, որ հայրենիքի դավաճաններ են գալու։ Ինչ 18 թվական։ Այն որ գորում եք ճվակ, հայ։ Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն ուշադիր լսի։ Ուրեմն 18 թվականին, որ ասում էի Քայլ արա Մերժի Սերժին, ուրեմն շատ ճիշտ եմ արել, որովհետև չէի ուզում, որ այդ իշխանությունը մնար երկրի ղեկավար եւ չգիտեի, որ այդ ղեկավարությունը բերել է այսօրվա ԿՊ-ին, Նիկոլին, եւ չէի պատկերացնում, որ երկուսը իրար հետ համագործակցված այդպես աշխատում են։ Եթե գիտենայի, ուրիշ ձևի կանեի, բայց չէի ուզում, որ նախկինը մնար։ Ես դա բարձրաձայն ասում եմ, եւ դուք էլ այդ կանեք խառնվում, որ այնպես ձեզ ցավը, ուրեմն ձեզ ուրեմն դե հիմա ասեմ 2007 թվականին էր դա, երբ որ ասում էի, ուրեմն հիվանդանոցից եկած իմ տեսքս տեսնում եք եւ ես ինձ ասում էին, թե գիտեք ինչ կա հանրապետական կուսակցության, ուրեմն թշնամիներն են ձեզ խփել, բայց ակասվեց ես զգում էի, թե ուր է, հետո դրանից հետո հասկացանք, թե ուր է գնում այդ պոչը եւ դրա համար մենք լավ մինչեւ հիմա հասկանում ենք, թե ով կարող էր դա արած լիներ։ Հասկանալի է։ Եվ ես քաղաքապետ էի, ուրեմն այն ժամանակ չէի ուզում ընդհանրապես կուսակցական պատկանելություն ունենայի, բայց կուսակցությունները անատներին խեղդում էին։ Մի խոսքով իրանց խնդրանքով դարա հանրապետական։ Եվ ես 2007-ից մինչև 2012 թվականը հանրապետականի նիստերին ոչ մեկին չեմ մասնակցել, ոչ ուրեմն անդամավճար եմ մուծել, ոչ էլ ես ինձ կուսակցական եմ դասել։ Հետո այդքան ինչ ես ցավում, դու որ կառույցն ես, որ այդպես հանրապետական ես։ Չէ, զգում եմ որ դու հանրապետական ես։